Մինչև տարվա գլխավոր միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը կազմակերպիչները, խոսնակները հավաքվել են քննարկելու Silicon Mountain-ի այս տարվա առանցքային թեմաները։ Ընդամենը մի քանի օրից Հայաստանում կհավաքվեն համաշխարհային ճանաչում ունեցող խոսնակները, բացահայտելու արհեստական բանականության անատոմիան։ 9-րդ անգամ անցկացվող գագաթնաժողովը կլինի նոր ձևաչափով, հայ եւ միջազգային փորձագետները մեկ հարթակում կփոխանակվեն գիտելիքներով եւ նորարարական փորձով։ Տարբեր ուղղություններով ենք փորձելու դիտարկենք, թե արհեստական բանականությունը տնտեսության տարբեր ջուղերում ինչպես է կիրառվում։ Եվ ոչ միայն Հայաստանում դա ինչպես է լինում, այլ ամբողջ աշխարհում։ Այսինքն որտեղեր են առաջադրում տեխնոլոգիաները կիրառվում լավ արդյունք ստանալու համար։ Եվ Silicon Mountain-ը այն հարթակն է, որը այդ հարցին փորձելու է պատասխանի եւ փորձելու է ներկայացնի ինչ հնարավորություններ կան աշխարհում, որը մենք կարող ենք նաեւ օգտագործել։ Գագաթնաժողովի աջակիցներից Ակբաբանկը արհեստական բանականությունն ու մեքենայական ուսուցումը իր աշխատանքում ներդրեց դեռ 2020 թվականին, ստեղծելով մասնագիտացված ստորաբաժանում։ Ակբան դարձավ բանկային ոլորտում թվային տրանսֆորմացիա իրականացման առաջատարներից մեկը։ Մենք պատրաստեցինք այդպիսի թիմ ու նաև ստեղծեցինք միջավայր ենթակառուցված, որպեսզի կարողանանք մեր կողմից մշակված մոդելները ներդնել մեր գործընթացներում։ Այս առումով մենք բանկի տարբեր ոլորտներում ունենք ներդրված AI ու ML մոդելներ, սկսած վարկավորման որոշումների կայացման համակարգերից, մինչև փաստաթղթերի շրջանառություն, մշակում, վաճառքների գործընթաց, հաճախորդների խորհրդատվություն եւ սպասարկում, մեծ հաշվով կարելի ասել դա ամեն օր է ու ամեն օր մենք առաջ ենք գնում այս ուղղությամբ։ Ակբաբանկը անընդմեջ ներդնում է նորարարական առաջադեմ լուծումներ, որոնք բարձրացնում են թե ֆիզիկական անձանց, թե բիզնես հաճախորդների սպասարկման որակը եւ արդյունավետությունը։ Մինչև գագաթնաժողովը խոսնակները ու հյուրերը քննարկեցին արհեստական բանականության կիրառման դրական ու բացասական կողմերը, բիզնես գործընթացների եւ մարդկանց կյանքի որակի վրա տեխնոլոգիաների ազդեցությունը եւ զարգացման հեռանկարները։ Իսկ արդեն հոկտեմբերի 14-ին տարվա ամենասպասված տեխնոլոգիական գագաթնաժողովում փորձագետները կանրադառնան նաև թե ինչու է մարդկային գործոնը շարունակում մնալ առանցքային, նույնիսկ ավտոմատացված միջավայրում։